Մեծարգո նախագահ, առաջին հարցը ձեզ եմ ցանկանում ուղղել։ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատանքի մակրո նպատակը Հայաստանի Հանրապետության հարատևությունն ապահովելն է։ Պարոն նախագահ, հաշվի առնելով վարչապետի այս դիտարկումը, ինչպիսին պետք է լինի պետության դերը տնտեսության մեջ այն պարագայում, երբ տնտեսական քաղաքականության վերջնական նպատակը հենց պետության հարատևությունն է։ Ինչպես կարող է պետական կառավարման համակարգը վերաճել այնպիսի ինստիտուցիոնալ միջավայրի, որը միաժամանակ ապահովում է շուկայի ազատություն, բայց նաև արդարություն, արդյունավետ վերահսկողություն ու սոցիալական համերաշխություն։ Ինչպես է հնարավոր այդ հավասարակշռությունն իրավամբ ձևավորել առանց խաթարելու մրցակցությունն ու արդյունավետությունը։ Եվ առհասարակ, ինչպիսի դեր ունի պետությունը տնտեսության մեջ, ինչպես պետական կառավարման համակարգը կարող է նպաստել տնտեսական կայունությանն ու աճին։ Շնորհակալություն։ Մի ամբողջ տարվա ակադեմիական ժամանակ, դասախոսական ժամանակի հարցեր են, որովհետև իրականում այս հարցերին պատասխանել 5 րոպեում դժվար է, բայց ես կփորձեմ։ Ասեմ ձեզ, որ այն հարցադրումները, որ կատարեց վարչապետը իր ելույթում, եւ այն հարցադրումները, որ բարբերաբար կատարվում է վերջին ժամանակներս հատկապես պետության հետ կապված, ամենակարևորը ընկալել հասկանալ ինչ է նշանակում պետություն։ Նաև հենց տեսական առումով հասկանալ ինչ է նշանակում պետություն, որովհետև մենք այդ ընկալումը առօրյա կյանքում չենք ունենում, զբաղվում ենք մեր աշխատանքով, բայց դրա վերաբերյալ գրված են հարյուրավոր, հազարավոր աշխատություններ, տեսական վեճեր, մինչև հիմա այդ վեճերը շարունակում են ի պատասխան ձեր հարցի, որտեղ պետք է լինի պետությունը։ Այսօր աշխարհում ամենաշատ քննարկվող հարցերից է։ Եվ ինչքանով արդյունավետ կլինի պետության մասնակցությունը մեր հասարակական կյանքում, կախված է նրանից, թե պետությունը ինչ պարտականություններ է ստանձնում եւ ինչքանով է ինքը այդ պարտականությունները պատրաստ կատարել։ Մի խնդիր կա, որի պատասխանը մինչև հիմա չեն գտնել եւ չգտնել են մարդկությունը, որովհետեւ այդ խնդրի պատասխանի մեջ մի կարևոր հանգամանք կա։ Ինչքանով է հասարակությունը ինքը պատրաստ աջակցել պետությանը։ Ինչի մասին վարչապետի ելույթում կար։ Ինչքանով ենք մենք պատրաստ այն լիազորությունները, որը մենք պետությանն ենք լիազորում, այդ լիազորությունների շրջանակում մենք ինքներս մեր պարտականությունները կատարենք։ Սովորաբար մարդկային հոգեբանության մեջ միշտ պարտավորությունները ուրիշի վրա բարթելը, պատասխանատվությունից խուսափելը շատ նորմալ է։ Եվ երբ որ նայում ենք պետության գործունեության եւ գործառույթների մասին եւ տեսնում ենք, որ պետությունը ինչով է զբաղվում, դա պայմանավորված չի նրանով, որ պետությունն այդպես ցանկացել։ Շատ դեպքերում այդ գործառույթները պարզապես կատարող չի եղել։ Եվ պետությունը ստիպված է եղել այդ ամեն ինչի մասին ինքը ուղղակի վերցնել իր վրա, որովհետև այլ կերպ պետությունը չէր կարող գոյատևել։ Եվ այս առումով ինչ եմ ես խորանում նաև տեսական քննարկումների մեջ, ես ինքս երկար ժամանակ իմ մասնագիտական տնտեսագիտական ուսումնասիրությունների երևի 90%-ը կամավերը հենց նվիրել եմ դրան պետության դերին։ Ինչա պետությունը, ինչ պետք է անի պետությունը։ Եվ այս առումով ինձ համար դասական այսպես ձևակերպում է, որը դեռևս 18-րդ դարի կեսին արել է հայտնի ֆրանսիական փիլիսոփա, ազգային ժողովի պատգամավոր, գիտնական Բաստիան։ Ուղղակի ես ընթերցեմ։ Այն ինչ գիտենք մենք այսօր պետության մասին, այն ինչ որ տարօրինակ անձնավորություն է, ով բոլորից ավելի շատ է աշխարհում զբաղված, բոլորից շատ է անհանգստանում, բոլորից շատ է թաղված գործերի մեջ, որի հետ ամենաշատն են խորհրդակցում, որին բոլորից շատ է մեղադրում, որին բոլորից ավելի հաճախ են դիմում եւ օգնություն կանչում։ Սա պետությունն է, որը պետության ձևակերպումը, որի հետ մենք առնչվում ենք եւ պետք է կարողանանք իհարկե որոշել ամենակարևորը, այս առողջությունների մեջ պետք է կարողանանք որոշել այն սահմանը, որը որ պետությունը պետք է նպաստի տնտեսության աճին, այսինքն ինքը ինչքանով պետք է ներկայացված լինի տնտեսության մեջ։ Այն բարեփոխումները, որ այսօր կատարվում են Հայաստանի Հանրապետությունում, միտված են դրան եւ այդ բարեփոխումների արդյունքում մենք եկել ենք մի հանգրվանի, որտեղ որ
պետք է կարողանանք որոշել, երբ որ քննարկում ենք հարկային քաղաքականության ապագա ինչքանով պետք է այդ հարկային քաղաքականության մեջ պետությունը առաջնահերթություն համարի բիզնեսի ակտիվությանը կամ մրցունակության բարձրացմանը։ Ինչքանով այդ հարկային քաղաքականության մեջ պետությունը պետք է իր պարտավորությունների դիտարկի ամբողջապես, թե այդ պարտավորությունները, որ մենք այսօր ստանձնել ենք, նա պետք է մասնավորին փոխանցի կամ պատվիրակի ավելի ճիշտ, որովհետև ժամանակի ընթացքում երբ որ նայում եք նաև պետության զարգացումը վերջին 200 տարվա մեջ, պետությունը շատ ավելի պարտավորություններ է ստիպված ստանձնել։ Մենք այդ իրավիճակում հանձնվել ենք, օրինակ COVID-ի ժամանակ։ Այն քայլերը, որ անում են պետությունները կամ աշխարհում շատերը, ընդհանրապես տնտեսագիտության որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվել։ Բայց հանուն դրա, որ պետք է մարդկային անվտանգություն, առողջապահական անվտանգություն ապահովեին, երկրները գնացին դրան։ Տնտեսությունները փակեցին, մարդկանց առանց երկրներ կային, որ սկսեցին վճարել գումարներ, որ մի եկեք աշխատանքի, մնացեք, բայց COVID-ից հետո պարզվեց, որ այդ երկրները մինչ հիմա խնդիրների մեջ են թաղված։ Այդ պայն խնդիրեր, որ լուծում էին։ Հիմա մի ուրիշ խնդիր ենք բոլորս, ամբողջ աշխարհս այդ խնդիրների մեջ թաղված եւ անընդհատ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում կլիմայի հետ կապված խնդիրը։ Նախկինում այդպիսի խնդիր չի եղել։ 100 տարի առաջ, նույնիսկ 50 տարի առաջ, առավել եւս 200 տարի առաջ այդ խնդիրները օրակարգում չեն եղել։ Եվ պետությունները դրանով զբաղված չեն զբաղվել։ Հիմա մենք ստիպված ենք զբաղվել։ Մեր գործողությունները այսօր կարծում եմ պետք է միտված լինեն նաև ապագային։ Այսինքն մենք պետք է կարողանանք միաժամանակ եւ զարգանալ, եւ բարեկեցիկ կյանք ապահովել, եւ միաժամանակ վնաս չտալ մեր շրջակա միջավայրին, միաժամանակ մտածելով, որ սա վերջը չի, այլ 50, 100 եւ 500 տարի հետո մենք գոյատևելու ենք, հարատևելու ենք, եւ այս տրամաբանության մեջ մեր քայլերը պետք է կարողանանք ձևակերպել, կանխատեսել։ Ես վստահ եմ, որ առաջիկա 5 տարիների նախատեսվող տեսլականը այս սկզբունքների, գոնե այս սկզբունքները հաշվի կառնի, որովհետև հակառակ դեպքում մենք կարող ենք ունենալ այսպես կոչված ուժեղ պետություն։ Հիմա կան շատ երկրներ, որ այդպես էլ կոչվում են, բայց ես ճակերտավոր ուժեղ են, որոնք կենտրոնացված կառավարում ունեն, որտեղ ըստ էության պետությունը իր վրա ահռելի բեռ է վերցրել իր քաղաքացիների տարբեր սոցիալական խնդիրներ լուծելու առումով, բայց դա ուժեղ պետություն չի։ Ինքը թույլ պետություն է։ Ավելի կարևոր ավելի ճիշտ կլիներ փոքր պետություն, եւ այդ փոքր պետություն լինելով իր պարտավորությունները հստակ կատարել եւ այդտեղ ակտիվ մասնակցություն ապահովել հասարակության, քաղաքացիների եւ բիզնեսի, բայց չներկայանալ որպես ուժեղ պետություն։ Եվ այսօր ուժեղությունն ու թույլությունը չի ձևակերպում հենց դրանով, թե դուք ինչքանով եք կարողանում ձեր արժև այսպես հասարակության կողմից պետության արժև դրված խնդիրները լուծելու։ Ավելի կարևորը թե ինչքանով ենք մենք արդյունավետ։ Ես ուզում եմ ավարտել հետևյալով։ Ես երկարաժամկետ դիտարկումներ եմ անում տարբեր միջազգային ինդեքսների կամ համաթվերի, որտեղ շատ 2-3 կան, որոնք հստակ մեսիջներ են ամեն մի երկրի համար։ Հայաստանի Հանրապետության համար, այսպես տնտեսական ազատության համաթիվ, որը երկու կազմակերպություն են հաշվարկում, Fraser եւ Heritage, համաշխարհային բանկի կողմից կառավարման արդյունավետության ինդեքս եւ իհարկե Transparency International։ Երբ որ այս համաթվերի մեջ նայում ենք Հայաստանի Հանրապետության հիմնախնդիրներից որն են, երկու խնդիր։ Տեսեք, օրենքի գեյականություն կամ արդարադատություն կամ արդարություն, մեր ամենավատ ցուցանիշները այդտեղ են, եւ երկրորդը պետական ինստիտուտների արդյունավետություն։ Այս երկու ցուցանիշներն են։ Մնացած տեղերը, որտեղ խոսքը վերաբերում է ֆինանսական կայունություն, տնտեսական ազատություն, արտաքին առևտուր, նայած որ համաթիվը իշ չափանիշներից է ելնում։ Մենք լզգալի առաջընթաց ունենք։ Օրինակ Fraser-ի տնտեսական ազատության համաթվով մենք հիմա զբաղեցնում ենք 39-րդ տեղը, ազատ տնտեսության երկրների շարքում ենք, որ այդ համաթիվը հաշվում է Հայաստանի համար 2005 թվականից։ Մենք մինչ 23 թվականի թվերն է, մենք չենք ունեցել այդպիսի ցուցանիշ։ Ինձ համար մի քիչ զարմանալի էր, որովհետև այդ ցուցանիշի հաշվարկման մեջ հատկապես կարևոր էր պետության մասնակցությունը տնտեսական հարցերում,
Ես կարծում եմ, որ մենք այդտեղ որոշակի խնդիրներ կունենանք, բայց պարզվեց չէ։ Այսինքն ես ուզում եմ ասել, մեր հարցերի պարզաբանում, մեր հարցերի պատասխանները մենք կարող ենք գտնել նաև տարբեր միջազգային այդ համաթվերի մեջ։ Եվ մեր անելիքների նաև անելիքները որոշելուց դրանք ընդունենք որպես մեզ ուղղորդող։